Ողջույն սիրելի հետևորդներ, Դիտարժանը կրկին եթերում է ներկայացնելու Հայաստանի և Հայաստանյան շուրջ կատարվող կարևորագույն իրադարձությունների կարճ ամփոփումը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք մեր տեսանյութը, դա մեզ կօգնի ավելի արդյունավետ դարձնել մեր աշխատանքը։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու այն ամենն, ինչ տեղի ունեցավ այս շաբաթ։ Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը շարունակվում են։ Ով է այս ամենի պատասխանատուն։ Սուրեն Պապիկյանը պնդում է, պաշտպանության նախարարին մեղադրելը ճիշտ չէ։ Հերթական վանդալիզմը Թուրքիայում։ Հաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել։ Նոր հաստատվող բարեկամական հարաբերությունները փաստացի չեն կանխում մշակութային ցեղասպանությունը։ Փաշինյանը պնդում է, նոր սահմանադրության մեջ 1990 թվականի անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ Ալիևի հերթական թելատրանքը, թե ներհայաստանյան օրակարգ։ Օկուպացված Բերձորում հանդիպել են էներգետիկ ոլորտի հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչները, տարածաշրջանային համագործակցություն, թե դրա անվան տակ Հայաստանի նոր կախվածություն։ Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն, թշնամին շարունակում է մեզ ուսումնասիրել սեփական նպատակներին հետամուտ լինելով, իսկ Հայաստանի իշխանությունը վստահեցնում է, թևակողել ենք խաղաղության դարաշրջան։ Եթե չասեք քյարքի, նշանակում է ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք։ Փաշինյանը հող է նախապատրաստում տարածքային նոր զիջումների համար, իսկ Ադրբեջանը մտադիր չէ հեռանալ օկուպացված հայկական տարածքներից։ Կկայանա Շուշի անհերքելի փաստեր ֆիլմի հայերեն տարբերակի պրեմիերան։ Ի հեճուկս Շուշին դժգույն ու դժբախտ համարողներին այն հայկական եղել է, հայկական էլ մնալու է։ Պատմական ճշմարտությունը ջնջելն անկարելի է։ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է։ Արցախի 4 նախագահներն անազատության մեջ են, 3 Ադրբեջանում, 1 Հայաստանում։ Այժմ այս ամենի մասին առավել մանրամասն։ Այս շաբաթվա ընթացքում ցավոք բանակում տեղի ունեցան սպանության եւ ինքնասպանության դեպքեր։ Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է Պաշտպանության զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին հրազենային վնասվածքով։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի ժամկետային ծառայողներից մեկն իրեն ամրակցված զենքից կրակել եւ սպանել է իր ծառայակցին։ Նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, ասել է Պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը։ Ավելի ուշ քննչական կոմիտեից հայտնել են, որ օգոստոսի 23-ին Պաշտպանության նախարարության Էնզորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով։ Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է։ Օգոստոսի 24-ին Սիսիանի զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։ Նախնական վարկածով զինծառայողն ինքնասպանություն է գործել։ Օգոստոսի 25-ին էլ Արմլուրն հայտնեց, որ Պաշտպանության նախարարության զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ Նա պաշտպան հայրենիաց ծրագրով էր իր ծառայությունը իրականացնում։ Նրան գտել են հարազատ տանը կախված վիճակում։ Այդ օրը նրա հերթապահության օրն էր, պետք է գնար զորամաս։ Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հերքեց լուրը նշելով, որ դեպքը տեղի ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել։ Դեպքն առնչություն չունի ծառայության հետ եւ չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։ Խաղաղ պայմաններում բանակում աճող մահվան դեպքերը ոչ միայն մտահոգիչ են, այլև ենթադրում են հրամանատարական կազմի ոլորտի համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների պատասխանատվություն։ Սակայն զարմանալիորեն Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարծում է, որ սա մարտահրավեր է, որը միայն իրենը չէ, սա համակարգային խնդիր է։ Նրա համար նորություն է, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին։ Թուրքիայի Հաթայ նահանգի Դորթյոլ շրջանում Օզերլի թաղամասում տարիներ շարունակ անուշադրության մատնված հայկական եկեղեցու պատմական ավերակներն են պահպանվել։ Ենթադրվում է, որ դրանք 1877 թվականին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավերակներն են։ Թեև կառույցի պաշտոնական անվանումը դեռ հստակեցված չէ, Պոլսի հայոց պատրիարքարանի արձանագրությունների համաձայն այն կարող է լինել հենց այդ եկեղեցին։ Այսօր եկեղեցու շենքը գտնվում է անմխիթար վիճակում։ Հին տանիքը փլուզվել է, այն ծածկվել է ինքնաշեն փայտե կառուցվածքով եւ կղմինդրով, իսկ պատուհանները փակվել են բետոնե բլոկներով։ Գլխավոր մուտքի պատմական արձանագրությունը եւս ապամոնտաժվել է։ Կառույցը տարիներ շարունակ օգտագործվել է որպես ախոռ եւ այծերի ապաստարան, ինչի հետևանքով լրջորեն վնասվել է։ Այսօր բետոնե բլոկներով փակված պատուհաններով, ներկված վնասված պատերով եւ քայքայվող տանիքով եկեղեցին Հաթայի բազմաշերտ պատմական ժառանգության լուռ վկան է։
Ուշագրավ է, որ իշխանությունը պարբերաբար համերաշխության, թշնամանքի դարն ավարտված համարելու կոչեր է անում, պնդելով, թե հարևան երկրների հետ բարեկամական հարաբերություններ են հաստատվում։ Մինչդեռ այդ ֆոնին նույն բարեկամ երկրում շարունակվում է հայկական դարավոր մշակույթի ցեղասպանությունը։ Հավանաբար Թուրքիան մեզ բարեկամ չի համարում։ Նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում։ Անկախության հռչակագրի նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Մի պարզ պատճառով մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության եւ որոշման մասին։ Կայացրել ենք այդ որոշումը եւ ժողովուրդը այդ որոշումը հաստատել է։ Նոր սահմանադրության մեջ հղում անել անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող։ ԱԺ-ում կառավարության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է նա։ Ուշագրավ է, որ սահմանադրությունը փոխելու մասին Փաշինյանական իշխանությունը զարմանալի զուգադիպությամբ սկսեց խոսել այն ժամանակ, երբ Ադրբեջանը Հայաստանի մայր օրենքը փոխելու պահանջ ներկայացրեց որպես խաղաղության պայմանագրի պարտադիր նախապայման։ Ալիևը պնդում է, որ սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում անելը տարածքային պահանջ է Ադրբեջանի նկատմամբ։ Որքան էլ Փաշինյանը պնդի, որ սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտությունը եւ բացառապես ներհայաստանյան օրակարգ, Ադրբեջանից հնչող հռետորաբանությունը փաստում է հակառակի մասին։ Հետևեք դեպքին, բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք մեր տեսանյութը, կիսվեք դրանով։ Դա մեզ կօգնի ել ավելի արդյունավետ դարձնել մեր աշխատանքը։ Շաբաթվա կարևոր իրադարձությունները սակայն այսքանով չեն ավարտվում։ 2026 թվականի օգոստոսի 25-ին Բերձորում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ու հայկական էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ընկերության, Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության եւ ադրբեջանական Azer-Energy ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման եւ արտահանման հնարավորությունները։ Թերևս հիշում ենք, որ Ալիևը հայտարարել էր, որ հայկական ԱԵԿ-ը պետք է շահագործումից հանվի։ Այս հայտարարության ապա երկու երկրների էներգետիկ ոլորտների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման ֆոնին ողջամիտ կասկած է առաջանում, թե արդյոք տարածաշրջանային ինտեգրման անվան տակ առաջիկայում չի ձևավորվի Հայաստանի նոր էներգետիկ կախվածությունը հարևան երկրից։ Բաքվի Սլավոնական համալսարանում հայերենը կդասավանդվի 2026-ից 27 ուսումնական տարվանից սկսած։ Ադրբեջանական ԶՂՄ-ների փոխանցմամբ այս մասին հայտարարել է համալսարանի մամուլի քարտուղարը։ Բաքվի Սլավոնական համալսարանի ակադեմիական խորհրդի որոշման համաձայն հայերենի դասավանդումը նախատեսվում է հաջորդ տարիների համար։ Ավելի վաղ համալսարանի ռեկտոր Անար Նագիևը հայտարարել էր, որ բուհը նախատեսում է հայերեն դասավանդել։ Թշնամին շարունակում է ուսումնասիրել այն ամեն, ինչ հայկական է մեզ հնարավորինս ճանաչելու համար, ինչը բնականաբար աննպատակ չէ։ Արցախյան պատերազմում հայկական կողմի փառավոր հաղթանակից հետո ադրբեջանական կողմը շուրջ 30 տարի լուռ ուսումնասիրեց մեզ, պատրաստվելով սեփական հաղթանակով իր կեղծ պատմությունը գրելուն։ Ցավոք, մենք մեր պատմությունից դասեր չենք քաղել, չհասկանալով, որ թշնամուն պետք է ուսումնասիրել նույն հետևողականությամբ, ինչ վերջինս մեզ։ Բավական է խոսք գնա ադրբեջաներենը հայկական դպրոցներում ներդնելու մասին, հասարակության մի ստվար զանգված սկսում է քննադատության ալիքը, դա համարելով դավաճանական քայլ։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե Տիգրանաշենին քյարքի չասենք, նշանակում է հրաժարվում ենք ջերմուկի օկուպացված տարածքներից։ Առաջ է գալիս սկզբունք, ով ինչ գրավել է իրենն է, գրավել եք։ Եվ երկրորդ, դա կոնֆլիկտային սկզբունք է։ Ինձ թվում է արդեն այդ ներվը հանել ենք, վերջ։ Անկլավների, էքսկլավների թեման վերջինն էր, ընդ որում այս թեմային անդրադարձել եմ նաև նախընտրական շրջանում, ասել է վարչապետը։ Նա նշեց, սա վերջին թեման էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը, այլևս ոչ մի տարբերակ չկա։ Ուշագրավ է, որ Փաշինյանը շարունակում է խոսել հայկական տարածքները Ադրբեջանին իբրև թե վերադարձնելու մասին, վախ սերմանելով հասարակության մեջ, մեկ խոսելով պատերազմի սկսվելու հավանականության մասին, մեկ թշնամու կողմից օկուպացված հայկական տարածքները կորցնելու։ Այդ կերպ նա հող է նախապատրաստում տարածքային նոր զիջումների համար, միաժամանակ արդարացնելով այդ քայլը եւ ներկայացնելով որպես պատերազմից խուսափելու միակ ելք։ Օգոստոսի 31-ին կկայանա Շուշիի անհերքելի փաստեր գիտավավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի պրեմիերան։ Վավերագրական ֆիլմը ներկայացնում է Շուշիի հարուստ պատմությունը, հիմնվելով պատմական փաստերի,
սկզբնաղբյուրների եւ գիտական ուսումնասիրությունների վրա։ Ի հեճուկս Շուշին դժգույն ու դժբախտ համարողներին այն հայկական է, եւ մի օր պատմական արդարությունը վերականգնվելու է։ Հայը վերադառնալու է իր հայրենիք, դեպի իր հազարամյա բնօրանը։ Հակակոռուպցիոն դատարանը նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը։ Ռոբերտ Քոչարյանը 2018-ից մինչ օրս արդեն 3 անգամ կալանավորվել է սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ Այս անգամ երկրորդ նախագահը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու եւ փողերի լվացման հոդվածով։ Ուշագրավ է այն փաստը, որ Քոչարյանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է, այլև Արցախի առաջին նախագահը։ Ստացվում է, որ այսօր Արցախի 4 նախկին նախագահներն անազատության մեջ են։ Նրանցից 3-ը Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը գտնվում են Բաքվում որպես ապօրինաբար պահվող հայ պատանդներ։ 4-ը Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում։ Չի բացառվում նաև, որ Քոչարյանի դեմ սկսված գործընթացն արվում է Արցախի դեմ տարվող պայքարի համատեքստում։ Չմոռանանք, որ Քոչարյանն Ալիևին հաղթած եւ սեփական օրակարգը թելադրած նախագահ է, իսկ օրվա իշխանությունը Ալիևից պարտված եւ վերջինիս կամակատարը դարձած։ Դե ինչ, այսօրվա համար առանձնացրել ենք այսքանը։ Կհանդիպենք հաջորդ ուրբաթ թարմ եւ հետաքրքիր իրադարձությունների կարճ ամփոփմամբ։